Ողջույն բոլորին, այս տեսանյութում ապրիլ ամսվա հրեշտակային ժամերն են։ Շատ մարդիկ նկատում են, որ լինում են պահեր, երբ աղոթքը կամ պարզապես ներքին անկեղծ խոսքը ավելի խորն է զգացվում։ Այդ պահերը օգնում են հանգստանալ, զգալ աջակցություն, հավաքել մտքերը և կենտրոնանալ ամենակարևորի վրա։ Հրեշտակի ժամերը օրվա հատուկ պահեր են, երբ կարող եք մի քանի րոպե հատկացնել աղոթքի, շնորհակալության կամ խնդրանքի համար։ Պարտադիր չէ երկար աղոթքներ կարդալ։ Երբեմն բավական է մի քանի անկեղծ խոսք, ասված հավատով ու ուշադրությամբ։ Ամենակարևորը խոսեք սրտից, առանց շտապելու։ Եվ քանի որ արդեն բավականին ժամանակ է անցել, մենք կսկսենք ապրիլի 7-ից։ Ապրիլի 7-ին ժամը 11:14-ից մինչև 11:59 րոպեն այսօրը հարմար է առողջության, ուժերի վերականգնման և հիվանդություններից պաշտպանվելու համար աղոթելու համար։ Հատկապես լավ է դիմել նրանք, ովքեր հոգնած են կամ ուժասպառ են զգում իրենց։ Ուզում եմ նշել, որ ժամերը նշվում են միմիայն Հայաստանի ժամանակով, դուք պետք է փոխեք ժամը ձեր ժամանակով։ Ապրիլի 8-ին ժամը 12:08 րոպեից մինչև 12:54 րոպեն լավ ժամանակ է ներողության, սրտի մաքրման և հին վիրավորանքներից ազատվելու համար։ Կարող եք խնդրել, որ հրեշտակը օգնի թողնել ծանր մտքերը և լցնի ձեր հոգին լուսավորությամբ։ Ապրիլի 9-ին ժամը 07:53 րոպեից մինչև 08:39 րոպեն բարենպաստ օր է աշխատանքի, գործերի և կյանքի կայունության համար աղոթելու համար։ Խնդրեք վստահություն գործնական հարցերում, ձեր դիրքերը ամրացնելու և վստահությունը պահելու համար։ Ապրիլի 10-ին ժամը 09:32 րոպեից մինչև 10:17 րոպեն դիմեք հրեշտակին ճանապարհների, ուղևորությունների և տեղաշարժերի ժամանակ աջակցության համար։ Խնդրեք անվտանգ ճանապարհ, հանգստություն ղեկին և պաշտպանություն անսպասելի խնդիրներից։ Ապրիլի 11-ին ժամը 13:05 րոպեից մինչև 13:51 րոպեն խնդրեք հրեշտակին ներքին ուժի և ուրիշների բացասական ազդեցությունից պաշտպանվելու համար։ Լավ ժամանակ է ձեր էներգիան պահպանելու համար։ Ապրիլի 12-ին ժամը 08:41 րոպեից մինչև 09:28 րոպեն խոսեք հրեշտակի հետ, խնդրեք մեղմել իրավիճակները և վերականգնել փոխըմբեռնումը հարազատների հետ։ Լավ է աղոթել ընտանիքում խաղաղության ու հավատարմության համար։ Ապրիլի 13-ին ժամը 10:27 րոպեից մինչև 11:12 րոպեն խնդրեք ներշնչանք, լավ տրամադրություն և հոգևոր աջակցություն։ Եթե հոգնածություն կամ անհանգստություն ունեք, խնդրեք օգնել տեսնել կյանքի լուսավոր կողմը։ Ապրիլի 14-ին ժամը 07:18 րոպեից մինչև 08:05 րոպեն աղոթեք խաբեությունից, խառնաշփոթից ու սխալ որոշումներից պահպանվելու համար։ Լավ է նաև խնդրել տարբերակելու կարողություն, հասկանալու, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ ոչ։ Ապրիլի 15-ին ժամը 11:36 րոպեից մինչև 12:22 րոպեն այս ժամին աղոթքը կօգնի թեթևանալ ներսից։ Կարող եք խնդրել ազատվել անհանգստությունից։ Ապրիլի 16-ին ժամը 08:57 րոպեից մինչև 09:44 րոպեն խնդրեք զսպվածություն, իմաստություն և պաշտպանություն շտապ քայլերից։ Խնդրեք, որ ձեզ պահի սխալներից, հապճեպ ասված խոսքերից ու կոնֆլիկտներից։ Ապրիլի 7-ին ժամը 12:11 րոպեից մինչև 12:56 րոպեն խնդրեք հոգևոր պաշտպանություն և օրհնություն կյանքի հաջորդ փուլին անցնելու համար։ Լավ ժամանակ է հանգիստ ներքին աղոթքի համար։ Ապրիլի 18-ին ժամը 09:46 րոպեից մինչև 10:33 րոպեն լավ օր է նյութական կայունության, տան ու ընտանիքի բարեկեցության համար խնդրանքների համար։ Խնդրեք աջակցություն կենցաղային հարցերում։ Ապրիլի 19-ին ժամը 07:29 րոպեից մինչև 08:16 րոպեն շնորհակալություն հայտնեք հրեշտակին այն ամենի համար, ինչ արդեն ունեք՝ առողջություն, հարազատներ, տուն, ուժ և պաշտպանություն։ Ապրիլի 20-ին
ժամը 10:45-ից մինչև 11:31 օգտակար է խնդրել լավ շփման, ճիշտ խոսքերի և մարդկանց հետ հեշտ կապի համար։ Եթե նախատեսված են խոսակցություններ, հանդիպումներ կամ զանգեր, խնդրեք հրեշտակին օգնել խոսել հանգիստ և լինել լսված։ Ապրիլի 21-ին ժամը 08:14-ից մինչև 09:01 ժամանակն է աղոթելու երեխաների, թոռների և ընտանիքի փոքր անդամների ու նրանց ապագայի համար։ Կարելի է խնդրել պահապան հրեշտակին պաշտպանել նրանց, առաջնորդել ճիշտ ճանապարհով և պահել վտանգներից հեռու։ Ապրիլի 22-ին այս օրը 11:03-ից մինչև 11:49 լավ է խնդրել հոգևոր տան մասին, որ տունը հոգևոր լինի, ոչ միայն ֆիզիկական պատերի, այլ նաև ապահովության, խաղաղության և հարմարավետության զգացման մասին։ Հարմար է աղոթել ընտանիքում խաղաղության, հարազատների միջև ջերմության և տնային անհանգստություններից ազատվելու համար։ Տան մասին անհանգստություններից։ Ապրիլի 23-ին ժամը 09:19-ից մինչև 10:06 խնդրեք առողջություն, գեղեցկություն, մեղմություն և ներքին ներդաշնակություն։ Ապրիլի 24-ին այս օրը 12:24-ից մինչև 13:10 խնդրեք հրեշտակին վերադարձնել ոգեշնչումը և ներքին կրակը, եթե հոգնել եք առօրյա կյանքից։ Ապրիլի 25-ին ժամը 10:11-ից մինչև 10:58 օգտակար է խնդրել բարի համբավի, լավ անվան և շրջապատի հարգանքի համար։ Կարելի է նաև խնդրել հրեշտակին ամրապնդել ինքնավստահությունը։ Ապրիլի 26-ին այս օրը հարմար է խնդրել կարգ ու կանոն գործերում, առողջություն և կյանքի ռիթմի վերականգնում։ Ժամը 08:33-ից մինչև 09:20 խնդրեք հրեշտակին կարգավորել ինչպես մտքերը, այնպես էլ կյանքը։ Ապրիլի 27-ին այս օրը լավ է աղոթել խելամտության, որոշումների ճշտության և ավելորդ անհանգստություններից պաշտպանվելու համար։ Ժամը 11:42-ից մինչև 12:29 խնդրեք հաջող ընթացք գործերի ձևակերպման մեջ և հանգստություն կենցաղային հարցերում։ Ապրիլի 28-ին ժամը 09:58-ից մինչև 10:40 կարելի է դիմել հրեշտակին աջակցություն ստանալու համար հիվանդությունից, հոգնածությունից, հիասթափությունից կամ ներքին ծանր վիճակից վերականգնվելու համար։ Ապրիլի 29-ին այս օրը օգտակար է աղոթել սիրո, համերաշխության, գեղեցիկ հարաբերությունների և հոգևոր մտերմության համար։ Ժամը 07:47-ից մինչև 08:34 խնդրեք հրեշտակին բերել խաղաղություն և պարզություն ձեր կյանք։ Ապրիլի 30-ին ամսվա վերջին օրը հարմար է շնորհակալություն հայտնելու և ներքին արդյունքները ամփոփելու համար։ Ժամը 12:37-ից մինչև 13:23 խնդրեք պահապան հրեշտակին պահպանել այն ամեն լավը, ինչ ստացել եք ապրիլին, և օրհնել ձեզ մայիս ամսվա համար։ Սա շատ լուսավոր ժամանակ է հանգիստ ու անկեղծ աղոթքի համար, կապված ապագայի հետ։ Հրեշտակի ժամերը հնարավորություն են յուրաքանչյուր օրը դարձնել ավելի գիտակցված, ջերմ և ներքին իմաստով լի։ Նույնիսկ կարճ դիմելը ու խոսելը պահապան հրեշտակի հետ օգնում է զգալ աջակցություն, նվազեցնել անհանգստությունը, ուժեղացնել հավատը դեպի լավը և հիշեցնել ամենակարևոր բաների մասին։